Շնորհակալություն Հերսոն ջան։ Հանուն Հոր եւ Որդվո եւ Հոգին Սրբո ամեն։ Պողոս Արաքյալ այսօր մեզ ձայնեց ասելով, որ հավատքը լսելն է, իսկ լսելը Աստծո խոսքն է։ Մեր Տեր Հիսուս Քրիստոս ամեն անգամ, երբ քարոզչություն գներ մարդկանց երկնքի արքայության մասին գխոսեր, վերջում գսեր, ով ականջ ունի լսելու, թող լսե։ Ինչու է լսելը շատ կարևոր մեր կյանքի մեջ։ Մենք սիրելիներս, իբրև քրիստոնյաներ, իբրև անհատ մարդիկ, մի շատ դժվարությամբ ենք ճշմարտությանը ականջալուր լինում։ Մենք ամեն բան ուզում ենք լսել, ամեն բան իմանալ, ամեն ինչի մեջ մասնագիծ լինել, բայց երբ խոսքը մեր փրկության համար է, ճշմարտության համար է, մեր հոգու գեղեցկության համար է, մենք շատ հաճախ մեր ականջները փակում ենք, որպեսզի բամը չլսենք, կամ ասենք, որ չենք իմացել, մեզ ոչ ոք չի ասել այդ մասին, բայց աշխարհի մեջ շատ բաներ կան, որ մեզ չեն ասում, մենք չենք լսում, բայց գիտենք, որովհետև Աստված ի ծնե մեր մեջը դնում է այդ ամենը, որպեսզի մարդը, երբ իր աչքերը բացի, Աստծո լույսը տեսնի, կարողանա այդ միջոցով նաև Աստծո ձայնը լսել։ Ինչպես որ սիրահարը, երբ իր սիրած աղջկան ուզում է իր կողմը գրավել, եթե չի կարողանում խոսել, եթե չի կարողանում տեսնվել, նա երգում է, նա նամակներ է ուղարկում, բնության ձայնը նրան ուղարկում, թռչունների ծլվլոցն է ուղարկում, ամեն բանի միջոցով ուզում է այդ մարդուն ասել, որ ես քեզ սիրում եմ։ Այնպես էլ Աստված, ինչքան էլ որ մեր ականջները մենք փակում ենք, որպեսզի չլսենք, մեկ ամեն բացվող առավոտի հետ Աստված ասում է, որ ես սիրում եմ քեզ, կարևոր ես ինձ համար, հավատքը զորացրու, ճշմարտության համար ապրիր եւ արդարություն գործիր քո կյանքի մեջ։ Մենք մարդիկս հատկապես այսօր այս աշխարհի մեջ 21-րդ դարը, որ աղմուկի դար է, Աստծո ձայնը խլացնելու դար է, մենք կարծես թե քրիստոնյաներս պարտվում ենք այդ աղմուկին։ Կարծես թե մեզ ավելի շատ գրավում է այս աշխարհի ձայները, այս աշխարհի հրամցանելիք ճշմարտությունը, կեղծ խաղաղությունը, արդարությունը, մարդասիրությունը, քան այնը, որ ամեն օր անխարդախ սիրով մեզ փոխանցված է Քրիստոսից։ Աստված այնքան է սիրել մարդուն, մեղավոր մարդու համար այնքան հոգ է տարել, որ ամեն առավոտը նոր հնարավորություն է տվել մարդուն իրեն լսելու համար եւ հասկանալու համար։ Երբ որ ամեն հիվանդ մոտենում էր Հիսուսին, իրենից բժշկություն խնդրելու, արդարությունը փնտրելու, Հիսուս նախ հարցնում էր. հավատում ես, որ կարող եմ քեզ համար այդ ամենը անել։ Մարդը լսում էր, հավատում ես, եւ պատասխանում էր, եւ այդ ժամանակ էր Տերն ասում, որ քո հավատքով թող լինի քեզ, քո հավատքով գնա, քո տունը փրկվեց, աղջիկդ բժշկվեց, ծառատ բժշկվեց, տունդ այսօր առողջության մեջ հայտնվեց։ Ուրեմն շատ կարևոր է լսել, թե մենք ինչ ենք լսում եւ ինչի համար ենք ուզում լսել։ Մեր ականջը մանկուց արդեն վարժված է բամբասանք լսելու, ախորժում է չարախոսություններ լսելու, ուրիշների կյանքի գաղտնիքները լսելու եւ ամեն անգամ, երբ որ այդպիսի խոսք է հանդիպում, մենք ակամայից մեր ականջը այսպես ուղղում ենք այդ ուղղությամբ, տեսնենք ավելի པարզ լսելու, հասկանալու, թե մենք ինչ կարող ենք այդ խոսածից քաղել, որովհետեւ երբ որ պետք լինի այդ մարդուն իրեն երեսով տանք, ասենք, որ դու այս մարդն ես, քո մասին այսպես լսեցինք, առանց նաեւ անդրադառնալու, գուցե այդ խոսքերը մեր ներկայությամբ դիտավորյալ են ասում, մեզ են ուզում քաշել այդ կեղտոտ խաղի մեջ, բայց մենք չենք հասկանում։ Բայց երբ խոսքը վերաբերում է մեզ, մեր մեղքերը տեսնելուն, մեր հոգու փրկության համար, մեր գեղեցկությունը աստվածային տեսնելու, որ Տերը դրել է մեր մեջ, մենք ամեն անգամ մեր ականջները փակում ենք կամ այս կողմից մտնում է, այն կողմից դուրս է գալիս, կասես ոչինչ էլ չի եղել։ Եվ մենք դառնում ենք քամի բռնողի, վազում ենք, չգիտենք որտեղից է գալիս, ուր է գնում, բայց մենք ուզում ենք բռնել, բայց երբ որ ճշմարտությունը, Աստծո խոսքը քո առջև կանգնած է, դու ամեն օր խուսափում ես այդ ճշմարտությունից։ Եվ այսօրվա ավետարան ընթերցումի մեջ երկու կարևոր խոսք հիշեցրեց Հիսուս։ Նախ, որ երկնքի արքայությունը նման է մանանեխի հատիկի, եւ երկրորդ նման է թթխմորի, որ դրեց ալյուրի մեջ կինը եւ խմորի զանգվածը դարձավ իր նման։
Այսինքն, երբ որ դու ամենափոքրիկը նշույլը դնում ես քո սրտի պարարտ հողի մեջ եւ այն Տիրոջ խոսքով ես խնամում, Տիրոջ խոսքով ես հոգ տանում, նա մեծանում է ինչպես մանանեխը, որ աշխարհի մեջ ամենափոքրիկ հատիկն էր, բայց ամենամեծ թուփը դարձավ ծառի պես եւ անգամ թռչուններն են գալիս նստելու հանգստանալու, այնպես էլ այդ փոքրիկ հավատքի սերմի վրա քո տունն է կառուցում։ Դրա համար է Պողոս առաքյալն այսօր ասում, հավատքը լսելուց է զորանում։ Պիտի լսես, պիտի գարթաս, պիտի ականջ դնես Քրիստոսին հասկանալու, սիրելու, որպեսզի հետո հավատքի խոսքից էլ քո հավատքը զորանա։ Շատ հաճախ են մարդիկ հոգևորական են հարցնում, ինչպես անենք, որ մեր հավատքը զորավոր լինի, ինչպես անենք, որ մոնք էլ ճշմարիտ քրիստոնյաների պես հավատանք։ Բայց երբ որ իրենց բացատրում ենք ճանապարհը, գլուխները կախում հեռանում, որովհետև մտածում են, որ այդ լսելը ժամանակ է պահանջում, կարդալը ժամանակ է պահանջում եւ վերջապես Աստծո առջեւ խոնարհվելը մարդիկ կտեսնեն, կասեն, այս ինչ են կանում։ Եթե մարդը սովորի ճշմարիտ Աստծո առջեւ խոնարհվել, այս աշխարհի մեջ որևէ իշխանություն իրեն չի կարող ծնկի բերել։ Այս աշխարհի մեջ որևէ կեղծիք, որևէ սուտ, որ իր մասին բացահայտվի, չի կարող այդ մարդուն ծնկի բերել եւ նվաստացնել։ Եթե մենք Աստծո առջեւ կարողացանք խոնարհվել, Աստված մեզ պիտի բարձրացնի, որպեսզի մենք ամոթով չմնանք այս աշխարհի մեջ։ Դարեր են անցել, սիրելիներ։ Քրիստոնեությունը վերելքներ է ունեցել, ցած է ընկել իր հավատքի մեջ, իր տկարության մեջ։ Այսօր էլ 21-րդ դարում կարծես թե քրիստոնեությունը փորձում են ջնջել մարդու վրայից, մեզ դարձնել պարզապես մշակութային քրիստոնյաներ։ Մեզ սովորության համաձայն մեր ոտքեր ուղղեն եկեղեցի, ոչ թե փրկության համար մուտք գործել եկեղեցի, Քրիստոսի մարմին ու արյունը ճաշակել, այլ գնալ իրար տեսնելու, լուրերը իմանալու, մեր քաղաքի մեջ, մեր երկրի մեջ, մեր ընկերոջ ու բարեկամի կյանքի մեջ ինչ տեղ ունեցավ, որ մենք համացանցից չիմացանք, համացանցը մեզ չտեղեկացրեց, մենք եկեղեցում կարող ենք իմանալ։ Բայց եկեղեցին մուտք գործելուց Աստված եւ մարդը հանդիպում են։ Սա Աստծո մարդու հանդիպման վայրն է։ Աստվածային շնորհը հեղում է մեղավոր մարդու վրա, մեղավոր մարդը մաքրվում, սրբում է եւ դուրս է գալիս փողոց, որ արդեն մեղքի ծովն է, այդ ծովի մեջ չխեղդվելու համար, այդ ծովի մեջ քո նավակն ունենալու համար, որի ղեկը Քրիստոսի ձեռքի մեջ պիտի լինի, որպեսզի դու հանկարծ նավաբեկության չենթարկվես։ Այսօր մենք ենք այստեղ, սիրելիներս, ուխտավորաբար այս թաղամասի մեջ ենք։ Սա հայերով բնակեցված ամենամեծ թաղամասերից մեկն եղել։ Այս եկեղեցու մեջ, այստեղ այս թաղամասի մեջ հարյուրավոր տարիներ մեր ժողովուրդը աղոթել ու պահել ու պահպանել է իր հոգևոր տունը, իր հոգևոր տաճարը։ Մենք այսօր այս տաճարի մեջ ենք ուխտավորաբար այստեղ լինելու, մեր հավատքը մեր քույրերի եղբայրների հետ կիսելու, մեր աղոթքը իրար հետ բաժին անելու, մասնատելու, միացնելու, բոլորնս մեկ դարձնելու համար։ Եվ ամեն անգամ, երբ որ մենք ուխտի ենք գալիս, մենք նպատակ ունենք, ինչպես որ մոգերն եկան, իրենց տուփերը բացեցին, իրենց ծնծայները Տիրոջը նվիրեցին, մենք էլ այսօր այստեղ ուխտաբար եկել ենք այստեղ սուրբ պատարագի մեր մեղքերի տուփերը բացելու, դնելու Տիրոջ առջև, ասելու Տեր, մաքրիր մեզ, սրբիր մեզ, ինչը որ հնացած է, ինչը որ անպետք է մեր մեջ վերցրու, քո մարմնի եւ արյան միջոցով մուտք գործի նորի մեջ մեր կյանքի մեջ մեզ զորացնելու, մաքրելու սրբ, որտեղ դու քո անսուրբ, քո ամենասուրբ բերանով, քո անսուտ բերանով ասացիր, որ եթե իմ մարմինը չուտեք, իմ արյունը չխմեք, չեք կարող ձեր մեջ կյանք ունենալ, այնպես էլ մենք եկել ենք այսօր այս ուխտի պատարագին այդ կյանքը վերցնելու, այդ կյանքը նորից նորոգելու, որովհետև Տերն ասել է, ես ձեզ հետ եմ ձեր կյանքի բոլոր օրերում, մինչև աշխարհի վախճանը։ Ուրեմն մեզանից է կախված Տիրոջ ներկայությունը մեր կյանքի մեջ։ Ինչքան որ Տիրոջ խոսքը լսենք, Նրա քաղցր ձայնի հնչյունները մեր ականջի մեջ ամեն անգամ շշնջան, որ մենք Տիրոջ համար կարևոր ենք, Տիրոջ համար թանկ ենք, Տիրոջ համար հավերժ ներկա ենք, մենք ամեն օր, երբ որ մենք արթնանանք, որոշում կունենանք։ Այսօր պետք է ավելի լավը լինեմ, քան երեկեի, եւ վաղ ավելի լավը պիտի լինեմ, քան այսօր էի։ Ես սա եմ մաղթում մեզ բոլորից, մեր բոլոր քրիստոնյաների սիրելիներ, որ մենք մեր ամեն օրը, որ նոր հնարավորություն օգտագործենք լավը լինելու համար։ Նաև իմ շնորհակալությունը Պատրիարք Քորը Սահակ Սրբազանին, մեր հոգևոր եղբայրներին, քույրերին, երգչախմբին, դպրած դասին, եկեղեցու բոլոր աշխատակիցներ այսօր այս տաճարը մեզ համար պատրաստել են այստեղ լինելու։ Թող Տերը օրհնի, զորացնի, որ ինչքան որ ողջ կլինենք այստեղ գանք,
մեր բոլոր եկեղեցիները միշտ պայծառության ու շնության մեջ տեսնենք։ Թող մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհը, Աստծո սերը եւ Սուրբ Հոգու հաղորդությունը ամենքիս հետ լինի այժմ եւ հավիտյանս հավիտենից։ Ամեն։